Պարոն Շագալյան, դուք ՀՀԿ-ի մեջ եք դեռ մտնում։ Ես դե եկել էի լրագրող որպես։ Բա ոնց եք բացատրում, որ ձեր տղեն ԿՊԱ-ական է, դուք ՀՀԿ-ական։ Բայց իմ տղեն ԿՊԱ-ական չի։ Չի աջակցում։ Իմի մի հատ քեզ նեղացնե։ Այդպեսի հիմարություն պետք չի թույլ տալ իմ տղեն։ ԿՊ-ին չի աջակցում։ Բացարձակապես։ Ոչ մի կապ չունի ԿՊ-ի։ Ոչ մի կապ չունի, ընդհակառակը ինքը հայտարարել է սա ձեր երկիր իրանացման դիմադիր, դու ասում ես ԿՊԱ-կա։ Չի աջակցում ԿՊ-ին հարցը։ Նորից կրկնեց։ Հա դե դուք ասեք։ 100-րդ անգամ էլ չհարցնես։ Հակոբ Շագալյան, Չարենցավանի այս պահի քաղաքապետը ԿՊ-ի հետ որևէ առնչություն չունի։ ԿՊ-ն բոլոր ընդդիմադիր հայացքներ ունեցող համայնքապետերից շատ սիրուն ձևերով ազատվում է։ Գիտեք, լիքը օրինակներ կան։ Ինչով եք Կան գործեր են հարուցել, քննում են, քննարկում են, բայց ոչ մի արդյունք չկա, որտեղ ինքը շատ արդար աշխատում է 18 տարի արդեն։ Մի հատ ստորագետի սխալ նույնիսկ չեն կարողացել հայտնաբերել։ Ճնշումներ կան է նկատում։ Կամ շատ կան ճնշումներ։ Այդպիսի հարցերից մի տվեք։ Իսկ ո՞նց եք վերաբերում այն հանրապետականներին, որոնք այս ընթացքում իշխանությունից զրկվելուց հետո թռան ուրիշ ճամբարներ, գնացին ուրիշ ուղղություններ։ Вообще-то կյանքը իրանն անում է։ Ում որտեղ հարմար ալնում, երբ ընդեր էլ գնում է։ Զարմանալու ինչ կա։ Հա դուք օրինակ ինչի՞ չեք Չկարողացա, ես ուզում էի, բայց չկարողացա։ Ուր եք ուզում գնալ։ ՀԿ անդամ չեք, չէ՞, հիմա էլ։ Բա ինչ է։ Բայց դե ինչ գործ ունեմ այդտեղ։ Ասիկ որպես լրագրող ես մեկ է մի բան էլ ՀԿ-ի կապ չունեք։ Ուղղակի հրավիրված բան։ 2007 թվականից Հանրապետական կուսակցության անդամ եմ մինչև այս պահը։ 21 թվականի ընտրություններին էլ եք ՀԿ-ի կողմից եղել աջակցել։ Նորից պատասխանեմ 2007 թվականից մինչև այսօր ես ՀՀԿ-ի անդամ եմ։ Իսկ ո՞նց եք վերաբերվում, որ ՀԿ-ն հիմա չի մասնակցել ընտրություններին։ Շատ ճիշտ որոշում էր, կարծում եմ։ Այդ հարցերը տվեք։ Բայց խաղի դուր չի մնա։ Պարոն Շագալյան, ԿՊԱ-ականները, այսօրվա իշխանականները նախկիններին ասում են թալանչիներ, կոռուպցիոներներ։ Դուք ընդունում եք այդ մեղադրանքները, որ օրինակ ձեզ ասում են թալանչի Թալանչի էինք, դրա համար ասում են։ Ճակերտների մեջ իհարկե։ Թալանչի օրելն է, ես էլ ճաղերի հետևում կլինեի։ Որտեղ ին վրա էլ 11 հատ քրեական գործեր հարուցվել, բոլորն էլ մերժվեց, որովհետև ոչ մի հիմք չկար։ Համագործակցություն։ Ցավանցիները գիտեն ես ինչպիսի քաղաքապետ եմ ել կամ ինչպիսի մարզպետ եմ ել։ Այսինքն նենց չի, որ ձեր գործերը ներքին կարգով դզել եք այս իշխանությունները, դրա համար Իշխանությունները ոնց կդզենք, ինքնես բաներ եք ասում, անհավանական, դա իմ մասին չի։ Հիմիկա մարզպետի Ես շատ սկզբունքային մարդ եմ եղել, պատահական չի, որ 14 տարի մարզպետ եմ պաշտոնավորել երկու նախագահի պաշտոնավարման ընթացքում, 7 Երկարամյաներից չէ, Երկարամյան։ իսկ հիմիկա մարզպետի կոտակի մարզպետի մասին ինչ կարծեք Արարատյան։ Ես իր հետ չեմ առնչվում, ոչ էլ ուզում եմ կարծիք հայտնել։ Բայց ձեր օրոք ինքը Գառնիի գյուղապետն է եղել։ Իմ օրոք ինքը Գառնի գյուղապետ չէր, առաջադրվեց Գառնի գյուղապետ ընտրվելու, չընտրվեց։ Հետո է ընտրվել։ Բայց մի անգամ հետո բայց կրեց։ Բայց իմ ժամանակ չէր։ Դրանից հետո ՀԿ-ի հաղթեց։ Դուք եք տենց ասասապահում ՀԿ-ի դիրքերը։ Այո։ Որտեղ մենք առաջադրում էինք այնպիսի տեխնացուներ, որոնց ժողովուրդը անվերապահորեն ընդունում եւ վստահում էր։ Գիտեք, այն ժամանակ մարզը բաժանված էր Հակիկ Ծառուկյանի եւ ՀԿ-ի միջև։ Ու ասում են հակամարտություն կար ձեր եւ Ծառուկյանի միջև նաեւ ԲՀԿ-ի միջև։ Չնայած դուք նաեւ Ուրեմն այդ որ ասում է լուրջ սխալ է թույլ տվել, մարզը ընդհանրապես բաժանված չի ելը ու իմ ու Գագիկ Ծառուկյանի մեջ էր ոչ մի հակամարտություն չի ելը։ Շատ մտերիմ հարաբերություններ, որը մինչև այս պահը այսօր պահպանվում է։ Հիմա Ծառուկյանը մասնակցել է ընտրություններին։ Հնարավոր է օրինակ դուք աջակցեք իրենց, քանի որ Սերժ Սարգսյանը ասած ընդդիմադիրներին են աջակցելու։ Ոնց որ թե ազատ է թողել, հա։ Դա թույլ տվեք
հետո պատասխանեմ, այս բանին չեմ կողմնորոշվել։ Այո։ Բայց Նիկոլ Փաշինյանը ձեր կարծիքով շանս ունի վերընտրվելու։ Դու էլ կապել ես Նիկոլ Փաշինյանը, ես Ինքն է գործ ունեմ։ իշխանությունից խոսա։ Դուք եք իշխանում, դերից եք խոսում։ Ես չգիտեմ։ Էդի ժողովուրդը պետք է որոշի։ Էդի դուք պիտի որոշեք։ Բայց եթե ընտրվի, որոնք են վտանգները մեր երկրի համար։ Դեմ եք որ։ Բայց ո՞նց որոշեցիք, որ դեմ եմ։ Ես կարծիք չհայտնեցի։ Հարցնում եմ դեմ եք։ Կարծիք չհայտնեցի։ Չեք կաշկանդված եք, որ ասեք դեմ եք։ Այսօր ինչ է պատահել, տենց ագրեսիվ ես։ Ագրեսիվության ինչ կա հարց եմ տալիս, ասում կաշկանդված եք, չեք դեմ չեք, այսինքն Փաշինյան։ Շատ այ ես այդ հարցը հետաքրքրում։ Դեմ եմ, Ինչի համար եք դեմ։ որովհետև կարծում եմ, որ ինքը երկիրը ճիշտ չի կառավարել։ Արցախի կորուստ։ Դա նկատի ունեք թե ուրիշ բան։ Շատ բաներ կա, ինչու՞ միայն Արցախի կորուստ։ Ամենամեծ ձախողումը ո՞րն էր Փաշինյանը։ Արեք չխորանանք էլի։ Դուք ինձ հարցեր եք տալիս, որ հետո սկսեն իմ դեմ գործողություններ անեն, հա, դա ձեր նպատակը։ Հարցնում կաշկանդված եք, ասում եք չէ, դե հետո ասեք կաշկանդվածություն։ Շնորհակալություն։ Լավ մնացեք։ Ես հիմա որ լրատվամիջոցում Դե այդ բոլորը հրապարակեք, մեկ ու մեջ։ Ունենց բան արեք, ինձ վնաս չլինի։ Կկտրտենք առաջին հաղթած, երկրորդ հաղթած, այս ուղի եթերը։ Ես դասա սխալվեցի, որ ձեր հարցերին պատասխանեցի։ Ինչ եք ասել, որ մտածում եք դրա համար ձեզ փուրը կտա։ Լավ։ Ցտեսություն, մնակահաղությամբ, մնակարգին երկրում ապրելու։ Նախագահ մի անգամից